կանջադեք։ Հեսա կանջատեմ։ Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ։ Ես գտնվում եմ Գյումրիի ժամանակավոր պահման մեկուսարանում։ Ոստիկանության վարչական շենքում եք գնում, դե անջատեք։ Ասեք ինչի համար անջատեմ։ Ինչը, որովհետև չի թույլատրվի ոստիկանության վարչական շենքում եք գնում։ Որովհետև չի թույլատրվում։ Ես ասեցի։ Անջատեք, հա։ Օրենքը ցույց տվեք։ Անջատեք հեռախոսը։ Հեռախոսն անջատեք։ Հեռախոսն անջատեք։ Ինչ օրենք։ Դու տեղյակ չեք օրենքից։ Դե ասում եմ անջատեք հեռախոսը։ Դե չգիտեմ, ես ինձ ցույց տվեք, որ ես անջատեմ։ Ինչ չգիտեք։ Օրենքը չգիտեմ։ Դե անջատեք, հա։ Դե օրենքը բացատրեք, ցույց տվեք։ Ես ասում եմ, ոստիկանության շենքում եք գնում, չի թույլատրվում, անջատեք հեռախոսը։ Ցույց տվեք։ Ես եկել եմ այս ոստիկանության շենք։ Մի նկարեք ոստիկանության շենքը։ Չեմ նկարում ձեր թերքը ձեր։ Ես շենք կբեմ, մի բաղավեք, ես հեռախոսին չկպնեք։ Ձեր հեռախոսն է չեմ կպնել, անջատեք հեռախոսը ձեր։ Ինձ ցույց տվեք օրենքի պահանջը, որով ես չեմ կարող այստեղ նկարել եւ ցույց տալ, թե ինչու եմ ես եկել այս վայր։ Ես եկել եմ Լիլիթ Աղեկյանի համար, Լիլիթ Աղեկյանին ձերբակալել է, վերել են այստեղ, ինձ ոստիկանություն զանգարեցին, ասացին, որ այստեղ է։ Ես նրա փաստաբանն եմ, եկել եմ ոստիկանություն։ Հիմա դուք ներկայացեք։ Լավ եք արել, դուք ոստիկանություն ծառայող եմ, ես Ազգանուհի Զաքարյանն է։ Զաքարյան։ Այո։ Ես Զարուհի Փոստանջյանն եմ։ Ես շատ դուք մոտեցաք, ասեցին ուրախ եմ, լավ եք արել։ Շատ լավ եք արել։ Հիմա ես եկել եմ, ասեք։ Ինձ հարկավոր է տեսնել Լիլիթ Աղեկյանին։ Հա, մի քիչ սպասեք։ Հա, մի քիչ սպասում եմ։ Մի քիչ սպասում եմ, չէ։ Հա, երբ որ օրենքի պահանջը ինձ կցույց տաք, որ ես իրավունք չունեմ այստեղ նկարել, ես չեմ նկարել։ Կարող եք նստել։ Շնորհակալություն չեմ ուզում։ Ես նոր Երևանից եմ գալիս, Գյումրի եմ եկել։ Նոր Երևանից եկել եմ Գյումրի, Գյումրիում էլի սկսվել է բեսպրիդելը։ Այստեղի դատախազ Չիչոյան կա, ով Լիլիթ Աղեկյանի տուժողն է, հավանաբար իր պատվերով նոր քրեական գործ են կարում իմ պաշտպանյալի նկատմամբ Լիլիթ Աղեկյանի։ Լրագրող, հետաքննող լրագրողի նկատմամբ, ով բազմաթիվ բացահայտումներ է արել Շիրակի մարզում տեղի ունեցող կոռուպցիայի, ապօրինությունների եւ տարբեր տեսակի հանցագործությունների վերաբերյալ։ Գիշերով եկել են, ներխուժել են Լիլիթ Աղեկյանի բնակարան եւ նրան ձերբակալման որոշման ներքո տեղափոխել են քննչական բաժին, հետո բերել են ժամանակավոր պահման մեկուսարան։ Այս հերթապահ մասն է, այս ժամանակավոր պահման մեկուսարանի, տեսեք, խցիկներն են։ Կնոջը Չիչոյանի պատվերով այդ դատախազի, չգիտեմ դատախազը թե ով է, ով նաև իդեպ մեկ այլ քրեական գործով իմ պաշտպանյալի Լիլիթ Աղեկյանի տուժողն է։ Այստեղ նաև քննիչներ Միքայել Ավետիսյանը, ով նույնպես դիմեց փախուստի, այս քննիչը, չգիտեմ ինչու է փախնում, գործ կարող քննիչներից մեկն է, ով գործ է կարել Գագիկ Համբարյանի նկատմամբ։ Ու փախուստի են, նենց է փախնում են, ինչից եք վախենում, դուք եք չեք կարում այդ գործերը, ձեր անունով են կարվում այդ գործերը։ Շիրակի մարզի, այսպես կոչված բեսպրիդելը Չիչոյանների, դատախազի, չգիտեմ դատավորների, քննիչների, ոստիկանության աշխատակիցների, այս կարող եք անել, գալ ներխուժել երկու կանանց բնակարան, տարեց մոր առջև, Լիլիթ Աղեկյանի մայրիկի առջև, գալ բնակարան, ձերբակալել եւ տեղափոխել Լիլիթ Աղեկյանին ուր ժամանակավոր պահման մեկուսարան։ Ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարան են բերել։ Պատկերացնում եք, դարի հանցագործ են ձերբակալել։ Դարի հանցագործները գտնվում են Ազգային ժողովի շենքում, նրանց ձերբակալելու փոխարեն Չիչոյանը եկել է Լիլիթ Աղեկյանի հետևից։ Էս ինչ հերոս է, էս Չիչոյանը, էս ինչ մեծ հերոսություն է արել, պարոն Չիչոյան։ Մեդալների, մեծ պատվոգրերի արժանի գործ է արել։ Լիլիթ Աղեկյան ես ձերբակալել, ես ինչ ուժեղ տղամարդ ես դու, հերոս,
Շուշին ես գրավել, Լիլիթ Աղեկյան ես ձերբակալել, խայտառակությունները, հեսանայք, ոստիկանության բաժանմունքը, ես ոստիկանության բաժինն է, մի հատ ոստիկանապետ ունեն, չէ, այն որ ամբողջ դոշը Բրեժնևի մեդալներն է կպցրած, թե ոնց է Բրեժնևի մեդալները, դուք տեղյակ եք, այդ ձեր ոստիկանապետը այդ Բրեժնևի մեդալները որտեղից է հավաքել, կպցրել իր դոշին, գիտեք ինչ հերոսություն է արել մեդալները, ոնց է ստացել, դուք իմանաք, ես չգիտեմ, դուք շատ լավ կիմանաք, ձեր դեպքից երևում է, որ դուք ուժեղ իմացող մարդ եք, ձեր դեմքից երևում է, բարև ձեզ, դուք ով եք, կներկայանաք, այս ժամին էստեղ ինչ եք անում, դուք, Աշխատում եմ, ինչ եք աշխատում, ոստիկանությունում, ով եք, որպես ինչ եք աշխատում, բարև ձեզ, դուք բաժնի պետի տեղակալն եք, Լիլիթ Աղեկյանն ինչի եք բերես բաժին, ով է բերել, ոստիկանությունը, ինձ զանգարեցին, ասեցին բերել ենք, կանջադեք լայֆը կզրուցենք, Չեմ անջատում, որովհետև հանրությանը հետաքրքրում է, օրինակ Լիլիթ Աղեկյան, հետաքննող լրագրողին, ինչի եք բերել այս բաժին, ձերբակալման որոշման ներքո։ Ինձ զանգարեցին, ասեցին, որ բերել են այստեղ, ես եկել եմ, իր փաստաբանն եմ։ մենք չենք բերել, Ով է բերել։ Կարող են իմանալ, ով է բերել, ում հրամանի ներքո են բերել։ Կնոջը այս ժամին իր բնակարանից, այդ ինչ հրատապ դեպք է, որ նրան պետք է զրկեիք ազատությունից։ Բացեմ դուռը։ Ինչպես։ Կարող եմ բացել այստեղից, բացեմ։ Ձեր վրա են դուռը փակում։ Սուպերմեն տղամարդիկ են, տեսնում եք, ոստիկաններ են սուպերմեն։ Փոխանակ գնան ազգային ժողովի շպանային են, խուժաններին, որ բռնության կոչեր են անում, գժական են գնում, հոգեկան հիվանդությամբ տառապողներին, դեղանողներին բռնեն բերեն, ստեղ Լիլիթ Աղեկյան են, կին են բռնել բերել։ Դարի հանցագործ եք բռնել, հա, Լիլիթ Աղեկյանին եք բռնել։ Կներեք, ասեք, լսում եմ ձեզ։ Լիլիթ Աղեկյանին եմ ուզում տեսնել։ Մենք նոր ԶՊՎ կընդունենք անձի։ Այսինքն, ում եք ընդունում ԶՊՎ։ Լիլիթ Աղեկյանը։ Լիլիթ Աղեկյանը նոր եք ընդունում։ Մոտ 15 րոպե բերել են, դեռևս գործողությունը չենք ավարտել։ Երբ ավարտեցին, մոտավորապես 1 ժամ առաջ ինձ զանգարեց ոստիկան, ներկայացավ անձնավորություն եւ ասեց, որ Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են այստեղ։ շատ բարի։ Թող ձեզնով քննիչը մի հատ հիմա քննիչ հետ խոսացեք, քննիչով թող ձեզ։ Ես քննիչին չգիտեմ։ Կներեք մի վարքան Ասեք, հա։ ասեք էլի։ Քննիչով մի հատ գրություն տան, որ երևի որ դուք հանդիսանում եք Լիլիթ Աղեկյանը։ Բայց ես քննիչին չեմ տեսել։ Իս ձեր մոտ հաստատող փաստաթուղթ կա։ Այո, հեսա իմ մոտ է։ Լիլիթ Աղեկյանը ինձ հետ խոսել է, ասել է, որ ես Վկայական է ձեր Իմ մոտ կա, այո, հեսա, այստեղ է։ Վկայականն է կա, արտոնագրի պատճենն է կա, անձնագիրս է կա, ամեն ինչ բերել եմ։ Շատ բարի, սպասեմ։ Սպասում եմ։ Իդեպ ասեմ, այդ քննիչը գործ կարող քննիչ է, պատվեր կատարող, Չիչոյանի Կներեք ինձ ինչի հետաքրքրում ընդամենը ես իմ ես իմ պարտականություններս եմ կատարում օրենքի սահմաններում։ Ով ինչ է կատարում, ինչի կատարում, ինձ ընդհանրապես այդ հետաքրքիր չէ։ Օրենքի սահմաններում ես եկել եմ, Շատ ուզում եմ տեսնել իմ պաշտպանյալից։ Միք ներկայացեք ով ինչ է անում, ես կոնկրետ կատարում եմ իմ Դե պարտականությունները։ ես Օրվա հերթափոխի ավակը ես եմ կատարում։ կարող է այդ նույն քննիչը իմ պաշտպանյալի նկատմամբ ապօրինի գործողություններ անում։
Գյումրու ժամանակավոր պահված, ինչպես, ինչի անջատեմ։ Շենքից դուրս եկեք նկարեք, հա։ Ինչու, բայց ինձ որտեղ է ասածը, որ այստեղ չի կարելի, հանրային վայրում եմ գտնվում։ Հանրային վայր, վարչական շենքում է, պատասխանատվության շենքում է։ Շատ լավ, ոստիկանություն, բայց դուք չեք ուզում ձեր աշխատանքը լինի թափանցիկ։ Թափանցիկ է։ Որ ձեր կոռուպցիան կտերեգանակ ամեն ինչը մենք ունենք լրատվության վարձում, թափանցիկ է ինչ պետք է ներկայացնի։ Չի, ես հիմա ցույց չտամ, այստեղ մարդիկ են եկել, գիշերով ինչ եք անում, ինչ եք գիշերով ինչ եք անում, ինչ եք անում, ոստիկանության ձերբակալման այս վայր ինչ եք ին բերել։ Ով է բերել։ Ոստիկանությունը, ասենց ինձ զանգարել է ոստիկանությունը, չգիտեմ ինչ հա, լավ են արել, ես չգիտեմ դե ճշտ է։ Դե փորձում եմ ճշտել, եկել եմ որ ճշտեմ, բա ինչու եմ եկել եմ որ ճշտեմ, ես գիտեմ որ բերել են, բայց ինչու եմ բերել, չգիտեմ։ Մեր ՑՊՎ-ով պահենք անձանց։ Բայց դուք նաև իրավասություն ունեք իր փաստաբանին այնպես անել, որպեսզի նա տեսակցի իր վստահորդին, իր պաշտպանյալին։ Դուք այդ իրավասությունը նույնպես ունեք։ Մենք ով է ասել մենք չենք անել։ Դե ես սպասում եմ։ Հա, դե սպասի։ Սպասում եմ, բայց ես սպասում եմ։ Այս հեռախոսն է պահելը, որ հանգարց իմ նկատմամբ է բռնություն չգործադրեք։ Ձեզ էլ եմ լավ ճանաչում ոստիկանությանը։ Ոստիկանության են լավ փորով, մորով, հերոս պետին էլ եմ լավ ճանաչում։ Են որ մեդալները Բրեժնևի կապելա դոշին ման են գալիս։ Դրան էլ եմ լավ ճանաչում։ Այդ այս խցերից մեկը լավ նա սազում է, իա վրայով այս խցերից մեկը պահեք, որպեսզի իրան տեղափոխեք այստեղ, ձեր ոստիկանապետին։ Ժամը 10-ն է, գիշերն է, և ոստիկան հերոսություն են արել, այս մեծ հսկա ոստիկանական շենքը սպասարկում է մի անձնավորության։ Նարկոտիկները ծաղկում են, նարկոտիկների հանցագործները վխտում են, ամբողջ հանրապետությունով մեկ, սպանություններ, ինչ տեսակի ասես հանցագործությունները բազմապատկվել են և ոստիկանությունը հերոս է բռնել իրենց պատկերացումներով, Լիլիթ Աղեկյան է բռնել բերել ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարան։ Խայտառակությունները, ուղղակի խայտառակություններ։ Քնիչն են մտել է այս սենյակ, այս միծակն են մտել։ Ստեղ մտավ քնիչը, ինչ գործ ունի այս սենյակում, ես չգիտեմ։ Դուռը փակեց, ըհը։ Կբացեք։ Հա, Լիլիթ ջան, այդտեղ են մտցրել քեզ։ Հա, ստեղ եմ ես, հանգիստ տեղի հոգո նկատմամբ բռնություն չեն գործադրել։ Հա, հասկանալի է։ Դուս եկեք, ով է դուր տվեց ձեզի հասնեք ստեղ։ Բա ինչ, Դուս արեք։ ինչի դուս գամ։ Ով է ձեզ դուր Բա ինչ անեմ, Լիլիթը գորում է բղավներ, ես էլ եկել եմ, մի կպեք։ Դուս արեք։ Ես մի կպեք։ Դե ուրեմն դուս եկեք Դուս չեմ գալի, ես շենքու պետք է գտնամ։ Դուս արեք։ Չեմ դուս գալիս։ Դուք արդեն ներքի կանոնադրություն խախտում եք շենքում։ Այսինքն ձեր դե կորանտ է, դուս արեք։ Լիլիթը չի բղավում, դուս արեք։ Բղավել եք, ասած որ իմ նկատմամբ գործ են կարում։ Ո՞վ։ Լիլիթը։ Հա ճիշտ է։ Ինչ է։ Դե դիշ կապ ունի ձեր։ Եկել եմ որ ճիշտ եմ, բա ինչ եմ եկել այստեղ։ Դե այնտեղ չեք կարողանալու առաջ գնալ, եթե թողել եք դուք ինեք, թողել ենք այստեղ կանգնիկ Ես ես։ ինչ եմ, ես այստեղ փաստաբան եմ։ Հա, ուրեմն հարգել ենք ձեզ, կանգնելը չի նշանակի որ կավեք բաժնի մեջ բռա։ Քնիչի մասին եք խոսում։ Ես քնիչին չեմ ճանաչում, ճշտ եք եթե փաստաբան եք։ Ով է։ Միքայել Դե Ավետիսյան։ հարցերը ուղեք քնիչին։ Դե ուղում էի, այնտեղ էի, մեկ էլ տեսնեմ մի Այդպես են ուղում, թարգելի փաստաբան։ Ուղում է ձեր քնիչը։ Որ սենյակում։ Այս սենյակում։ Դա սենյակ չէ։ Սենյակ է։ Սենյակ չէ, սա խաղում է։
Ես չգիտեմ որտեղ է։ Դուք ձեր տոնը չեք լիլիթներ Քնիչը ունի աշխատասենյակ։ Հենց էստեղ է։ Հենց էստեղ է ձեր քնիչը։ Չէ, ոչ մի Տիկին ջան, բաժինը կարգ ու կանոն կա։ Ուրա մի րոպե գործ ունի քնիչը ընդեղ։ Հենց հիմա Ձեր բաշխումի գործ ունի Ձեր քնիչը։ ձայնը խանգարում է մեր աշխատանքին, վերևը աշխատում են Շատ լավ, ժողովուրդը։ ինչ գործ ունի ստա քնիչը։ Այսինքն Այդ քնիչը քնիչին հարցը ուղեք հարգելիս։ ուղում է։ Այնիշն եկավ քնիչից է հարցը կողի։ Հենա քնիչը մտել է տեղ։ Այդ ծակն է մտել։ Այդ ծակում է հիմա այդ քնիչը։ Ինչ գործ ունի տեղ այդ Չիչոյանի քնիչ Միքայել Ավետիսյանը։ Ինչ գործ ունի այդ ծակում։ Որտեղ այն քցում է դիրիկն է։ Փաստաբան է։ Քնիչը ետ դուրս կգա, ձեր հարցերը ուղեք ոստիկանությունը։ Ինչի համար։ Գործ ունի այդ ծակում։ Այսինքն ես ծաղում։ Հենց տենց դուք ինձ ասում Ծաղ չէ, քսեմ սենյակ է, իսկ Ես ինձ աշխատա։ ոնց մտավ այդ սենյակ։ Սենյակը։ Ո՞ւմ ոտամը Ես ձեզ նկատի չունեի, ձեր գործը